Բիտքոյնը հիմա կարելի է ասել խաչմերուկի առաջ է կանգնած։ Շատ հզոր ուժեր են իրար դեմ դուրս եկել։ Մի կողմից Wall Street-ն ահերելի փողեր է լցնում շուկա, գինը բարձրացնում, իսկ մյուս կողմից օդից կախված է մի հատ լուրջ ուղղման վտանգ, որը կարա ամեն ինչ գլխիվայր շուռ տա։ Դե ինչ, եկեք միասին փորձենք հասկանալ, այս պայքանում ով է հաղթելու ու ինչ է սպասվում Բիտքոյնին։ Okay, սենց ենք անելու, սկզբից գնայինք թե հիմա ինչ վիճակ է, հետո կխոսենք լավատեսական ու հոռետեսական կանխատեսումներից, կտեսնենք թե ինչ երկու հիմնական սցենար կա ու վերջում կանփափենք թե ինչին է պետք ամենաշատը ուշադրություն դարձնել։ Գնացինք։ Ուրեմն, եկեք սկսենք հենց ամենակարևորից, զգանք թե շուկան ինչով է շնչում հենց հիմա։ Լարվածությունը, անկեղծ ասած, ուղղակի օդում կախված է, ու դա ամենից լավ երևում է գնի շարժից։ Հիմա Բիտքոյնի գինը պտտվում է մոտավորապես $74,300 շրջակայքում։ Լուրջ աճից հետո այս թիվը։ Բայց սա ուղղակի թիվ չի, չէ՞։ Սա մի տեսակ հոգեբանական սահմանագիծ է, մի ճակատամարտի դաշտ, որտեղ գնորդներն ու վաճառողները կյանքի ու մահու կռիվ են տալիս։ Ու հենց տեղ էլ առաջանում է մեր ամբողջ վերլուծության գլխավոր հարցը։ Այս ամենը մի նոր հսկայական աճի սկիզբն է, թե մի հատ դասական թակարդ, որի մեջ շատերն են ընկնելու։ Դե եկեք քննենք երկու տարբերակներ էլ ու տեսնենք, թե որ կողմի փաստարկներն են ավելի համոզի։ Լավ, եկեք սկսենք լավատեսական սցենարից։ Ինչն է մեզ ստիպում մտածել, որ սա դեռ սկիզբն է ու ամեն ինչ առջևում է։ Պատասխանը, եթե մի բառով ասենք, ինստիտուտներն են։ Ուղղակի մի պահ պատկերացրեք այս թիվը։ $1 միլիարդ։ Սա այն գումարն է, որը լցվել է Bitcoin ETF-ների մեջ ընդամենը վերջին 6 օրում։ Սա արդեն ուղղակի փողի հոսք չի, սա իսկական ֆինանսական ցունամի է, որը սնուցում է ամբողջ շուկան։ Ու պետք է հասկանանք, որ սա ուղղակի մանր ներդրողների ստեղծած աղմուկը չի։ Տեսեք, 6 օր անընդմեջ փող ա լցվում ETF-ների մեջ։ BlackRock-ի ու Fidelity նման հսկաները ուղղակի գերիշխում են ու անընդհատ գնումներ են անում։ Այս անդադար գնումները, գիտեք, մի տեսակ ամուր հատակ են ստեղծում գնի համար, որից ցածր իջնելը դժվարանում է։ Ու սենց Bitcoin-ն ավելի ու ավելի է ամրապնդում իր թվային ոսկու կարգավիճակը։ Խոշոր խաղացողները խաղի կանոններ են փոխում, իրենք ուղղակի չեն խաղում։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում մի հատ հիմնարար փոփոխություն։ Խոշոր կազմակերպությունները էլ ուղղակի կարճաժամկետ առևտուր չեն անում, չեն փորձարկում Bitcoin-ը։ Չէ, նրանք սկսում են երկարաժամկետ կուտակել, Bitcoin-ը դիտարկելով որպես իրենց պորտֆելի հիմնական կարևոր մաս։ Սա էլ իր հերթին շուկային տալիս է կայունություն։ Ու սա մենակ ETF-ներին չի վերաբերում, եթե նայենք խոշոր բորսաներին, օրինակ Binance-ին ու Coinbase-ին, կտեսնենք նույն պատկերը։ Գնորդների ճնշումը շատ ավելի մեծ է, քան վաճառողներինը։ Սա դասական ազդանշան է, որ շուկան նորից անցել է կուտակման փուլի։ Բայց ինչպես գիտենք, ամեն մեդալ երկու կողմ ունի։ Դե, եկեք հիմա շրջենք մեր մեդալն ու տեսնենք, թե ինչպես կարող է այս ամբողջ լավատեսությունը պարզվի, որ ուղղակի լավ լարած թակարդ է անփորձ գնորդների համար։ Հիմա նայեք այս գրաֆիկին, սա շատ լավ է ցույց տալիս ամբողջ պայքարը։ Տեսնում եք, գինը սեղմված է երկու ուժերի մեջտեղում։ Վերևից ճնշում է երկարաժամկետ անկման գիծը, իսկ ներքևից նոր ձևավորվող աճի կառուցվածքը։ Bitcoin-ը հայտնվել է այսպես ասած որոշման գոտում։ Ու հենց սա պատճառը, որ վերլուծաբանները նախազգուշացնում են, կեղծ ճեղքման ռիսկը շատ մեծ է։ Դա այն դեպքն է, երբ գինը թվում է, թե վերջապես ճեղքում է դիմադրության գիծը, բոլորը ոգևորված սկսում են գնել, բայց հետո այն կտրուկ ընկնում է, բոլորին թողնելով թակարդի մեջ։ Այս երևույթը շուկայում կոչվում է իրացվելիության որս։ Պատկերացրեք, խոշոր խաղացողները հատուկ են գինը մի քիչ բարձրացնում, որպեսզի հասնեն այն կետերին, որտեղ շատ թրեյդերներ իրենց ստոպ լոսերն են դրել։ Հենց որ գինը հասնում է այդ կետերին, այդ ստոպ լոսերը ավտոմատ ակտիվանում են, ինչը ստեղծում է վաճառքի մեծ ալիք։ Գինն ընկնում է ու հենց այդ ժամանակ խոշոր խաղացողները մտնում են ու գնում են արդեն շատ ավելի լավ գներով։ Խորամանկ քայլ է, չէ՞։ Դե ինչ, ունենք երկու հակադիր հզոր ուժեր։ Իսկ ինչ է լինելու, երբ նրանք վերջապես բախվեն։ Վերլուծությունը մեզ առաջարկում է երկու շատ հստակ կրիտիկական սցենար։ Ահա եւ այդ երկու ճանապարհները։ Կանաչ ճանապարհը, լավատեսականը։ Եթե շաբաթվա վերջում գինը փակվի $84,000-ից բարձր, դա կնշանակի, որ ինստիտուցիոնալ գնորդները հաղթել են ու մեր հաջորդ կանգառը կարող է լինել $90,000-ից $100,000 միջակայքը։ Իսկ հիմա կարմիր ճանապարհը, թակարդը։
Եթե գինը չկարողանա պահել 78,000-ի մակարդակը, ցուլերի թափը կկոտրվի ու կարող ենք տեսնել անկում մինչև 60,000 կամ նույնիսկ $40,000։ Եթե նորից նայենք մեր գրաֆիկին, այս երկու սցենարներն էլ շատ պարզ տեսանելի են։ Կանաչ սլաքը մեզ ցույց է տալի դեպի $100,000 տանող պայծառ ճանապարհը, իսկ կարմիրը հակառակը նախազգուշացնում է մինչև $48,000 անկման մասին։ Ինչպես տեսնում եք, խաղադրույքները ուղղակի հսկայական են։ Լավ, ունենք երկու հակադիր, բայց հավասարապես հնարավոր սցենարներ։ Որն է վերջնական եզրակացությունը։ Ամբողջ այս աղմուկի մեջ իրականում ինչի վրա պետք է կենտրոնանանք։ Իրականում ամբողջ պայքարը հանգում է մի բանի՝ իրական երկարաժամկետ պահանջարկ, որը գալիս է ETF-ներից, ընդդեմ կարճաժամկետ սպեկուլյատիվ ճնշման, որը գալիս է ածանցյալ գործիքներից։ Սա դասական պարանձգոցի է, ու հարցն այն է, թե որ կողմն է ավելի ուժեղ գտնվելու։ Այնպես որ, եթե պետք է ընտրել ընդամենը մի բան, որին հետևել, թող դա լինի այս թիվը՝ $84,000։ Ըստ վերլուծության, սա է այն կախարդական թիվը, սա է այն գիծը, որը պետք է հատել։ Սա է այն բանալինը, որը կբացի հաջորդ մեծ շարժման դուռը։ Սա դարպասն է։ Ու հարցը մնում է բաց. որ կողմ կթեքվի շուկան։ Արդյոք ցուլերը կկարողանան վերցնել վերահսկողությունն ու բացել այդ դարպասը դեպի նոր բարձունքներ, թե արջերը կհաղթեն ու մենք կտեսնենք լուրջ անկում։ Պատասխանը ամենայն հավանականությամբ կորոշի բիթքոյնի ճակատագիրը գալիք շաբաթների, գուցեև ամիսների ընթացքում։